Հանրապետական խմբակցության ղեկավարը ասում է, որ եւս մեկ անգամ են ձեզ հնարավորություն տալիս ասելու կրկնելու արդյոք հեղինակազրկված է։ Ես իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում։ Այսինքն նորից հաստատում եք, որ դա նկատի ունեք։ Ես ինչ ասել եմ, բնականաբար հաստատում եմ իմ ասածները, ես որևէ բան կրկնելու չունեմ։ Դուք երեք նշեցիք, որ Վարան Բաղդասարյանի ասածները իրեն հասցեագրեք, ես որևէ բան չունեմ կրկնելու։ Ես ինչ ասել եմ ամբողջական, ես կարծում եմ լիարժեք համապատասխան իրավիճակին, որևէ բան կրկնելու խնդիր չունեմ։ Ըստ ձեզ սա ինչ հետևանք կունենա ձեր հետագա համագործակցության վրա։ Մեր համագործակցությունը դա միջոց է։ Ես նպատակների մասին եմ մտածում։ Ես ուզում եմ, որ մեր երկիրը այս իրավիճակից դուրս գա։ Մենք ունենք լուրջ խնդիրներ մեր երկրում։ Մեր երկրի առաջ կանգնած խնդիրները պետք է հաղթահարենք։ Դրա համար Դաշնակցությունը պատրաստ է ամեն ինչ դնել, անգամ իր հեղինակությունը։ Եվ այս հարցով որևէ կասկածանք որևէ մեկի մոտ թող չմնա։ Մենք սկսել ենք լավ process, պետք է շարունակենք, որպեսզի դրական արդյունքներով մենք այս երկիրը շտկենք։ Ձեր հայտարարությունից հետո չի վտանգվի արդյոք համագործակցությունը։ Ես մտահոգություն ունեմ, որ չվտանգվի մեր երկրի առաջընթաց զարգացումը։ Այլ մտահոգություն իմ համար գոյություն չունի։ Որևէ համագործակցություն ստորադաս է այդ խնդրի հետ կապված։ Մենք երբեք ինքնանպատակ համագործակցության մեջ չենք մտել եւ չենք մտնի։ Մենք ուզում ենք համագործակցել հանուն մեր երկրի, մեր ժողովրդի։ Սա ենք անելու։ Այսինքն հանրապետականը հեղինակազրկված է եւ դուք շարունակվեք դա պնդել, պարոն։ Ես նորից եմ բացատրում, եթե կա լուրջ դժգոհություն, իսկ այդ դժգոհությունը առկա է։ Ես համարում եմ անգամ հանրաքվեի այն ոչի քանակը, որ արձանագրվեց, դա խոսում է դժգոհության լուրջ առկայության մասին։ Եվ ուրեմն այդ դժգոհությունը չի կարող չնշանակել, որ կան չլուծված հարցեր, կան կուտակված խնդիրներ։ Այդ խնդիրները պետք է լուծել, այդ խնդիրները չեն լուծված։ Եվ ուրեմն բնականաբար չի կարող մեծ հեղինակություն ունենա իշխանությունը, եթե չի լուծել այն խնդիրները, որոնք հիմա առաջացել են։ Բայց այդ հեղինակության պակասը մեր խնդիրն է նաև։ Մենք համարում ենք այդտեղ էլ մեր հարցը։ Մենք չենք դիտում սա միայն իշխող ուժի կամ իշխանությունների խնդիրը։ Մենք համարում ենք, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը դուրս բերենք այնպիսի մի մակարդակի վրա, որ ժողովուրդը վստահի իր իշխանություններին լիարժեք։ Այդ վիճակը գոյություն չունի։ Հիմա գիտեք, այստեղ տարբեր բառախաղերի մեջ մտնելը արդեն փորձում են շեղել մեզ իրական նպատակներից, որ գոյություն ունի այսօր։ Մենք պարտավոր ենք այն ճգնաժամը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում, այո, ճգնաժամ կա, համակարգային ճգնաժամ կա, որի արդյունքում առաջացել են լրջագույն խնդիրներ, այդ խնդիրները պետք է հաղթահարել եւ լուծել։ Դրա համար մենք պատրաստ ենք մտնել անկախ ամեն ինչից, թե ով ինչ կխոսի։ Եվ սրա համար մենք պատրաստ ենք նաեւ, այո, մեր հեղինակության հաշվին, որտեղ հասկանում ենք, որ իշխանության մեջ լինելը այսօր հեղինակության համար հարված է։ Այդ ամեն ինչը գիտակցելով ենք մենք անում, բայց մենք վստահ ենք, որ եթե ճիշտ ճանապարհ ենք սկսել, այդ ճանապարհը եթե նաև ճիշտ քայլերով, համապատասխան մոտեցումներով, ծրագրերով իրականացնենք, մենք շատ արագ արդյունքներ կտանք եւ ժողովուրդը դուրս կգա այս վիճակից, կդառնա ավելի լավատես։ Այսօր հոռետեսությունը շատ է, դրա դեմ է պետք պայքարել։ Պարոն Ռուստամյան, բայց եթե ՀՀԿ-ն ամեն դեպքում փակի իր դռները համագործակցության, ձեր վճարած գինը փաստացի այլևս արժեք որպես այդպեսին կարող է չունենալ։ Տեսեք, նորից ենք ասում, տեսեք, համագործակցություն ասածը մեր համար ավելի լավ է հիմա բարձենք այդ հարցերը, քան հետո։ Դա ինքնանպատակ չի եղել երբեք։ Մենք համագործակցում ենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի։ Եվ այդ պորտֆելների, այսպես ասած, բանավեճը, որ սկսել է մամուլում, սա մեր համար բացարձակապես անընդունելի է, որովհետև մենք պորտֆելների կռիվ չունենք։ Մենք աթոռակռիվ չունենք տալու մեր երկրի մեջ։ Մենք խնդիր ունենք, որ կարողանանք մեր մասնակցությամբ երկիրը այս վիճակից դուրս բերել, շտկել այն հարցերը, որոնք որ կուտակվել են, դրանք լուծել եւ առաջ գնալ։ Այս հարցն ենք մենք ուզում լուծել։ Սա անընդհատ ասում ենք, բայց չեն
ուզում ընդունել, որովհետև կան հակադաշնակցական տրամադրությունների մեջ ապրող մարդիկ, որ դաշնակցությանը ուզում են իրենց պրիմիտիվ պատկերացումների մեջ տեսնել։ Դա չի դաշնակցության առաքելությունը։ Դաշնակցությունը խնդիր ունի մեր երկիրը ամենածանր պայմաններում էլ եթե լինի, չհուսահատվի, չհուսալքվի եւ այդ նույն լավատեսությունը փոխանցի նաեւ ժողովրդին, որ եթե մենք միտեղ ենք, այդ նշանակում է մենք մի գործ ենք ուզում անել, որ բոլորի համար է լավ լինելու վերջում։